Գտնենք իրեր, որոնք քառակուսի կամ ուղղանկյուն։ Սա այն պահարանն է, եւ հիմա գտնենք նրա պարագիծը։ Չափենք երկարությունը 90 սանտիմետր, իսկ հիմա չափենք լայնությունը։ Էլի 90 սանտիմետր է։ Դրա համար պարագիծը գտնելու համար 90-ը բազմապատկում ենք 4-ի, լինում է 360 սանտիմետր։ Ուրեմն սա քառակուսի է։ Հիմա չափենք դարակը։ Երևում է, որ դարակը ուղղանկյուն է։ Արդեն գիտենք, որ երկարությունը 90 սանտիմետր է։ Հիմա չափենք լայնությունը 20 սանտիմետր, ուրեմն պարագիծը 90 անգամ 2-ով գումարած 20 անգամ 2, անում է 220 սանտիմետր։ Հիմա չափենք պահարանի գլուխը։ Երևում է, որ գլուխը ուղղանկյուն է։ Հիմա հաշվենք լայնությունը 50։ Գիտենք արդեն, որ երկարությունը 90 է։ Դրա համար 50-ը բազմապատկում ենք 2-ով, գումարում ենք 90 անգամ 2, անում է 280։ Ինձ թվում է սա քառակուսի է, տեսնենք։ Եթե բոլոր կողմերը նույնը լինեն, նշանակում է քառակուսի է։ Չափենք մի կողմը 19, հիմա մյուս կողմը չափենք։ Էլի 19, նշանակում է քառակուսի է։ Պարագիծը գտնելու համար 19-ը բազմապատկում ենք 4-ի, անում է 76։ Ձեզ հետ է Մարգարիտա Ղորղանյանը, 4-4 դասարան։